Ֆինանսների նախարարությունն այսուհետ ավելի հեշտ կհավաքագրի պայմանական պարտավորությունների և ֆիսկալ ռիսկերի մասին տեղեկատվությունը։ Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է ազգային ժողովի հերթական նիստերի ընթացքում։ Մեր գանձապետական համակարգում կա պահանջ, որ երբ որ պետությունը պայմանագրային պարտավորություն է ստանձնում կամ համաձայնագիր, որը պայմանագրային պարտավորություն կարող է պարունակել, ապա այդ պայմանագրային պարտավորությունը պետք է գրանցվի գանձապետարանում, այլապես ինքը գոյություն չունի։ Կար խնդիր, որովհետև որոշ ձևակերպումներ եւ որոշ հաշվապահական շրջանակներ ասում էին, որ պայմանագրային պարտավորությունը եւ պայմանագրային պայմանական պարտավորությունը տարբեր բաներ են։ Բարձրաձայնված խնդիրը վերացնելու նպատակով էլ կառավարությունը ձեռնամուխ է եղել բյուջետային համակարգի մասին օրենքում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, սահմանելով հարկաբյուջետային հատուկ ռիսկերի նյութականացման, գնահատման եւ կառավարման դրանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությունն ապահովող դրույթներ։ Մենք հիմա կանոն ենք սահմանում, որի համաձայն մինչեւ համապատասխան պայմանական պարտավորություն ստանձնելը կամ նման համաձայնագիր կնքելը, որի մեջ կարող են լինել պայմանական նման պարտավորություններ, պետք է ստանալ լիազոր մարմնի կարծիքը եւ նոր համապատասխան գործողությունները իրականացնել։ Փոխնախարարի խոսքով այդ պայմանական պարտավորություն պարունակող պայմանագրերը նորից ենթակա են գրանցվելու գանձապետարանում։ Եվս մի մաս, մինչև այժմ մենք, եթե նկատել եք բյուջետային զեկույցներում մեր եւ ՄԺԾ-ում ներառում ենք ֆիսկալ ռիսկերի մասին զեկույցը, սպეციფიկ ֆիսկալ ռիսկերի մասին զեկույցը, որը ներկայիս դրությամբ տարածաշրջանում լավերից է գնահատվում, սակայն այդ ներառումը միշտ եղել է, ասենք, ավելի շատ կառավարության բարի կամքի դրսևորում։ Եվ քանի որ մենք կարող ենք հիմա արդեն պնդել, որ փորձնական շրջանը ավարտվել է, մենք հիմա արդեն պահանջ ենք սահմանում, որի համաձայն համապատասխան տեղեկատվությունը միշտ պետք է ներառել, այսինքն պայմանական պարտավորությունները միշտ պետք է ցույց տալ համապատասխան զեկույցներում, որպեսզի ազգային ժողովը իր հարկաբյուջետային ռիսկերի վերաբերյալ ամբողջական տեղեկացված լինի եւ բյուջետային որոշումները կայացնի ամբողջական տեղեկատվության պայմաններում։ Օրենքում կատարվող փոփոխությունների արդյունքում ֆինանսների նախարարությունն ավելի հեշտ է կարողանալու հավաքագրել տեղեկատվություն պայմանական պարտավորությունների եւ ֆիսկալ ռիսկերի մասին, ուստի էական բարձրանալու է ֆիսկալ թափանցիկության մակարդակը։